Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Սուրեն Պապիկյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը։ Կիպրոսը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ձևավորվել են խորքային պատմական, մշակութային եւ արժեքային կապեր, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հյուրընկալել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի գլխավորած պատվիրակությանը։ Երևանցիներն ազատվել են 2025-ի հունվարից մայիս աղբանության վճարը չվճարելու տուժ տուգանքներից։ Քննարկվել է նաև շինարարության ոլորտում տեղական Թուրքի տարեկան առավելագույն դրույքաչափը սահմանելու մասին նախագիծը, ավականին հերթական նիստներ գումարել։ Երևանի քաղաքապետարանում ապացուցողական եւ այլ վարույթային գործողություններ են իրականացվել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ, տեղի ունեցածին արձագանքել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։ Իսկ Հանրապետություն խմբակցության անդամ Անի Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նոր Նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականին ու խոսել 2026 թվականի խորհրդանական ընտրություններից։ Վերջին շաբաթներին հանրային ուշադրության կենտրոնում են Մղջյանի դպրոցում կատարվածը, երեխաների հնարավոր առևանգման մասին լուրերը եւ Մարմարիկ գյուղում 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքը։ Ներքին գործերի նախարարության եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչները մամուլի ասուլիսում ներկայացրել են այս բոլոր թեմաների շուրջ վերջին հստակեցումները։ Սիրիայի ՀՄԻՄ-ին ավիաբազայի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել ռուս զինվորականների եւ սիրիացի գրոհայինների միջև։ Հաղորդվում է, որ զոհեր կան ինչպես հարձակում իրականացնողների, այնպես էլ ռուս զինվորականների շրջանում։ Օրվա միջազգային անցուդարձը։ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ եւ առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման Միրզոյանը եւ Բարոն մտքեր են փոխանակել գործընկերության խորացման ուղղված քայլերի վերաբերյալ։ Անդրադարձ է նաեւ կատարվել բազմակողմ հարթակներում, նաեւ եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում գործակցության հարցերի։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը, հայտնել են պաշտպանության նախարարությունից։ Փաշինյանն հյուրընկալել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետն ընդգծել է, որ Կիպրոսը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ձևավորվել են խորքային պատմական, մշակութային եւ արժեքային կապեր։ Դիմիտրուն էլ վերահաստատել է Կիպրոսի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ժողովրդավարական բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ գործակցության օրակարգային հարցեր, ներառյալ տնտեսական կապերի զարգացումը, ներդրումային հնարավորությունները, բազմաոլորտ գործակցության ընդլայնումը։ Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հարցեր։ Անդրադառնանք այլ թեմաների, ավականու այսօրվա որոշմամբ երևանցիները ազատվել են 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տույժ տուգանքներից։ Ավականու անդամները քննարկել են նաև շինարարության ոլորտում տեղական Թուրքի տարեկան առավելագույն դրույքաչափը սահմանելու մասին նախագիծը։ Անդրադարձել քաղաքապետարանի հետ կապված կոռուպցիոն դրսևորումներին ու դրանց բացահայտումներին։ Երևանցիներն ազատվեցին 2025 թվականի հունվարից մայիս աղբահանության վճարը չկատարելու տույժ տուգանքներից, այսուհետև կգործի առցանց վճարման համակարգ։ Նախագիծը Երևանի ավականու նիստին ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։ Արդեն իսկ հաշվարկված աղբանության վճարի չափն առցանց հարթակում դիտել եւ համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետեւյալ հարթակների վճարաշարքային կազմակերպությունների միջոցով Երևան AM-ի, Pay Community AM-ի, HiPost PB մասնաճյուղերի, EasyPay վճարային համակարգի, Հայ-Էկոնոմբանկ PB մասնաճյուղերի միջոցով։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմեց երևանցիներին ասելով. Այս որոշմամբ, սիրելի երևանցիներ, մենք արձանագրում ենք, որ մինչ այս պահ կուտակված որևէ տույժ տուգանք չի գործում, ամբողջը հաշվանցվելու է ձեր փաստացի սահմանադրման վճարին։ Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց մոտակա 1-ից 2 շաբաթում կլինեն նաև այլ առևտրային բանկեր, որոնց հավելվածների միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել։ Քանի որ առցանց մենք ձեզ համար
լայնորեն չէինք ստեղծել հարմարանքը, որ դուք կարողանայիք ձեր հավելվածներով, հայ փոստով կամ այլ տեղ վճարել աղբանություն։ Հետևաբար այս որոշումից հետո այդ տուժտուգանքները մենք 4 ամիս հետաձգում ենք եւ սկսում ենք կիրառել այն կետից, երբ մենք ստեղծել ենք ձեր համար առցանց այդ տարբերակը։ Երևույթին որպես այդպեսին, որ ժողովրդի տուգանքի մատերիալ չէ, կողմ եք, կոչ եմ անում մեր անդիմադիր գործընկերներին այս նախագծին կողմ քվեարկել։ Երևանի ավականին ընդունեց առաջարկը, հաջորդիվ Երևանի ավականու որոշմամբ սահմանվեց, որ եթե շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար հաշվարկված Թուրքի գումարը գերազանցում է 400 միլիոն դրամը, ապա 2025 թվականի համար սահմանված տեղական Թուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական Թուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն։ Տեղական Թուրքի տարեկան առավելագույն դրույքաչափը սահմանելով 400 միլիոն դրամ։ Որոշման նախագծի ընդունման նպատակը կառուցապատողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելն է։ Այս հարցի քննարկման ժամանակ ընդդիմությունը կրկին առիթն օգտագործեց հերթական անգամ մեղադրելու իշխանությանը կոռուպցիայի համար։ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի օրը Սպարապետի հայրենի Արարատ գյուղում բացվում էր նրա անվան տուն թանգարանը։ Հոզ բազմություն էր հավաքվել։ Եկել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, հայտնի մտավորականներ։ Միջոցառման ընթացքում, երբ բարձրախոսից հնչեց տարածվեց Սպարապետի ձայնը, Արարատ սարը Պաուլո ամպերից մի ծովեն փոկվեց ու եկավ քարացավ մնաց հավաքված մարդկանց ուղիղ գլխավերևում։ Ձայնը այնքան հզոր էր, որ ձգվում տարածվում էր հեռուները։ Հանկարծ մարդիկ նկատում են, որ ամպի ծովենը հզոր թևերով մի արծիվ էր, որը հանդարտ վեհորեն սավառնում էր ու պտույտներ գործում երկնքում հսկելով բոլորին։ Ասել ենք նրան, որ հայոց արծիվներին փոխարինել են կաչաղակներն ու ագրավները։ Իրենց տղա կոչող, սակայն իրականում թաքստոցից մեջքին հարվածող անհայրենիք շնչավորները։ Վազգեն Սարգսյանի մասը շատ ճիշտ էր, տեղին էր, բայց հարց. իսկ ուր էր թանգարանի բացմանը երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Արդյոք ներկա էր Վազգեն Սարգսյանի թանգարանի բացմանը։ Լևոն Հովհաննիսյանն էլ դիմելով ընդդիմադիր գործընկերներին ասաց իրենց մեղադրում են բոլոր հնարավոր մեղքերի համար, սակայն Քանաքերձեյթունում 4 մանկապարտեզ են կորցրել, ծամել ենք Շենգավիթում 9 մանկապարտեզ են կորցրել, եւ ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ 2000 թվականից հետո ով է նշանակել դատախազին, 2000 թվականից հետո որ կուսակցությունն է իշխել եւ 2000 թվականից հետո ով եղել քաղաքապետ։ Եվ եկեք հասկանանք, այս հարցերով զբաղվել են թե չէ։ Կան ձերբակալվածներ։ Իլրումն Լևոն Հովհաննիսյանի ներկայացրած մանկապարտեզների ցանկի, որոնք մասնավորեցվել, վաճառվել, օտարվել, սեփական բիզնես կամ բազմաբնակարան շենք են դարձել 1999 թվականից հետո Արմեն Գալջյանն ասաց. 2002 թվականին օտարվել է Ավան 4 փողոց թիվ 1 մանկապարտեզը։ Ռոբերտ Քոչարյանը ինչ էր անում այդ մանկապարտեզը, ինչի՞ չէր պահում։ 2002 թվականին օտարվել է Ավան առանջի երկրորդ միկրոշրջան թիվ 8 մանկապարտեզը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ վերջին 37 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզների վերանորոգման եւ բազում այլ աշխատանքներ երբևէ չի իրականացրել։ 100 ծրագրի մեջ մոտավորապես 4-5 ծրագիր ունենք, որոնք որ խնդրահարույց են, եւ վստահաբար մեր գործընկերները հավաքան ընդդիմադիր խմբակցություններից, երբ որ բարձրաձայնում են, որ կա խնդիր տվյալ մանկապարտեզում, այո, ճիշտ են ասում։ Նրանք ճիշտ են ասում։ Վստահաբար ունենք այդ խնդիրը տվյալ մանկապարտեզում 2023 թվականի քաղաքապետ նշանակվելուց հետո այդ մանկապարտեզներում 2-3 մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել են, որովհետև կային մի շարք խնդիրներ, որակի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, երկուսի հետ կապված կար քրեական գործեր։ Բայց ուզում եմ նորից մասշտաբը հասկանանք։ Խոսքը գնում է 100 ծրագրի մասին եւ 100 ծրագրից 5-ում մենք ունենք խնդիր։ Ըստ նրա իրենց ընդդիմադիր գործընկերները փորձում են 2-ից 3 մանկապարտեզների խնդիրները ներկայացնել համընդհանուր բնույթ կրող, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Այսօր Երևանի քաղաքապետարանում ապացուցողական եւ վարույթային գործողություններ են իրականացվել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Որոշ տեղեկությունների համաձայն ձերբակալվածները կոմունալ բաժնի աշխատակիցներ են։ Տեղի ունեցածին արձագանքել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հայտարարելով, օրենքը խախտողները պետք է պատժվեն։ Նա վստահեցել է, որ քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա չկա, իսկ իշխանությունը չի խրախուսում կոռուպցիոն գործողությունները։
Հովհաննիսյանի խոսքով 2018 թվականից հետո կոռուպցիայի դեմ աննախադեպ պայքար է իրականացվում։ Երևանի քաղաքապետարանում լուսնից չեն իջում մարդիկ, Հայաստանի Հանրապետությունից են, 15,000-ից 20,000-ից ավել մարդ ունենք բոլոր տեղերով, եւ այն մարդիկ, ովքեր որ չեն հասկանում, որ պետք է աշխատել օրենքով եւ թափանցիկ եւ կաշառքով չզբաղվել, պարբերաբար Երևանի քաղաքապետում եւ այլ տեղեր։ Ես էլ ձեզ ուզում եմ ասել հետեւյալը, որևէ մեկին քաղաքացիական պայմանագիրը կամ մեր իշխանությունը չի թաքցնում, կոռուպցիա չի խրախուսվում եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ կոռուպցիայի գործով են զբաղվում, կամ ինչ-որ գործողություններ, իրանք պատժվում են, կամ եթե հետո պարզվում է, որ անմեղն այդ մարդիկ եւ օրինակ, չգիտեմ, չի բացահայտվում իրանց մեղքը, ուրեմն հետեւապես քաղաքապետարանում կոռուպցիա կա, թե չկա։ Քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա չկա 2018 թվականից հետո։ Իսկ Հանրապետություն խմբակցության անդամ Անի Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նոր-Նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականին, որը նա ներկայացրել է ակտիվիստ Արթուր Չախոյանի հետ ունեցած միջադեպից հետո։ Խաչատրյանը նշել է, որ հրաժարական տալը եղել է նրա անձնական որոշումը, ոչ թե քաղաքական ճնշման արդյունքը։ Խաչատրյանը նաև քննադատել է Չախոյանի գործունեությունը, հայտարարելով, որ նա քաղաքական պատվերներ կատարող օտարերկրյա գործակալ է։ Խաչատրյանն անդրադարձել է նաև 26 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Բարոյական եւ քաղաքական պատասխանատվության որոշումը կայացրեց Տիգրան Տեր-Մարգարյանը եւ գրեց. Ես լիահույս եմ, որ դուք կգնաք նաեւ Քոչարյանի հետքերով եւ բարոյական ու քաղաքական պատասխանատվություն կպահանջեք նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու սեռական հայհոյանքների համար։ Ես հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները կնայեն Արթուր Չախոյանի գործունեությանը որպես օտար երկրի քաղաքացի եւ ես լիահույս եմ, որ այն մարմինները, որոնք դրանով զբաղվում են, կսկսեն զբաղվել Արթուր Չախոյանի Հայաստանից դեպորտով։ Մենք վստահ ենք, որ 2026 թվականին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վախճանն է լինելու, քաղաքական։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ճեպազրույցում անդրադարձել է ավականունիստերին ընդդիմադիր անդամների, այդ թվում Զարուհի Փոստանջյանի վարքագծին, նշելով Երևանի քաղաքապետարանը հակված է կառուցողական քննարկման, որը չի կարելի ասել ընդդիմադիրների մասին։ Փոխքաղաքապետի խոսքով իշխանությունը փորձում է վերահսկել իր տեղեկատվական հոսքերը եւ զերծ պահել հանրությանը ընդդիմության վարքագծի հետևանքով առաջացած զբաղումների տեսարաններից։ Երբ որ դուք ասում եք, որ ամբողջ պատասխանատվությունը ինչ որ կատարվում է ավականունիստերի դահլիճում իշխանության վրա, արդար չեք, որովհետև մենք հակված ենք կառուցողական քննարկմանը, մենք հակված ենք կառուցողական քննարկմանը, բայց կներեք, երբ որ օրինակ Տիկին Փոստանջյանը իրան թույլ է տալիս կանգնի տեղից գոռա, զուգահեռ քաղաքապետին խոսա, մենք հիմա որ այդ մարդուն դուրս հրավիրենք կամ իր նկատմամբ ինչ որ բիրտուշ կիրառվի, ասեն ընդդիմությանը ճնշում են։ Ասում ես մի խոսացեք, դա ընդհանրապես անդաստիարակ վարքագիծ է, ներողություն եմ խնդրում, դա քաղաքական ելույթ չի, դա քննադատություն չի, դա ուղղակի տարական դաստիարակության կանոնների չպահպանումը, երբ որ մարդը քո հերթը չի խոսալու, կանգնում գոռում է, լայվ է մտնում, իր նիստին զուգահեռ իր սեփական նիստն է վարում, մենք դա չենք կարող վերահսկենք, մենք դրա համար ասում ենք ժողովուրդ ջան, մենք հակված ենք կառուցողական քննարկման, այսօր քաղաքապետը ասում է ժողովուրդ ջան, թեման աղբանության արտոնություններն է, եկեք դա քննարկենք, մեկը ներողություն եմ, ես օրինակ բերեցի, ես ուղիղ բերեցի, չէ, որտեվ ասվեց, որ դե այնպես արեք, որ դա տեղի չունենա, ես անկեղծ ասում եմ, իշխանությունը միայնակով, ոչ գործադիր իշխանությունը, ոչ ՔՊ խմբակցությունը, ոչ Հանրապետություն խմբակցությունը չի կարող վերահսկի, որ օրինակ Մայր Հայաստան խմբակցությունը, ելով մենք ազգային առաջընթաց խմբակցությունը, Հանրային ձայնի գործընկերները ինչ վարքագիծ դրսևորեն։ Վերջին շաբաթներին հանրային ուշադրության կենտրոնում են Մղջյանի դպրոցում կատարվածը, երեխաների հնարավոր առևանգման մասին լուրերը եւ Մարմարիկ գյուղում 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքը։ Ներքին գործերի նախարարության եւ քրեակատարողականների ներկայացուցիչները մամուլի ասուլիսում ներկայացրել են այս բոլոր թեմաների շուրջ վերջին հստակեցումները, հերքելով տարածված տարբեր շահարկումներ։ 2024 թվականին Հայաստանում շարունակվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, հատկապես անչափահասների շրջանում։ Ըստ վերջին վիճակագրության, նախորդ տարի գրանցվել է 3639, իսկ 2023-ին 5070 դեպք, այսինքն մեկ տարվա ընթացքում դեպքերի թիվը նվազել է 1431-ով, սակայն միաժամանակ 444-ով աճել են մաքսանենգության դեպքերը։ Քննչական կոմիտեի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անչափահասների սեռական
անձեռն մխելիության դեմ ուղղված հանցագործությունների եւ թրաֆիքինգի քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանի խոսքով 2024 թվականին ընդհանուր թմրամիջոցների ապօրինի շրջանառության հոդվածներով, որը ներառում է թե իրացումը, թե պահելը, թե մաքսանենգությունը, պատասխանատվության է ենթարկվել 1228 անձ, որոնցից անչափահաս հանդիսացել են ընդամենը 7-ը։ Դա կազմում է նշված թվի 0.5-ից 0.6%-ը, ինչը ակնհայտորեն ցույց է տալիս նշված ոլորտում անչափահասների ցածր ներգրավվածության մասին։ Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ Մղջյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել։ Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել եւ նրանք սկսել են տնից գումար գողանալ, կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու։ Նախ ընդհանրապես նմանատիպ փաստերի ունեցել է, չէ՞, բռնության առումով եւ շորթման առումով եւ երկրորդը արդյոք այդտեղ եղել է թմրամիջոց թե ոչ։ Նախ նշեմ, որ Մղջյանի դեպքով քրեական ոստիկանության եւ համայնքային ոստիկանության համատեղ աշխատանքի արդյունքով ստացված տեղեկությունները հետ աշխատելիս, մշակելիս ի հայտ է եկել նաև այս տեղեկատվությունը, որի արդյունքում անձին հրավիրվել են ոստիկանություն։ Այսինքն Մղջյանի դեպքով կողմերը ենթադրյալ բռնության ենթարկված կամ ենթադրյալ տուժող եւ ենթադրյալ կատարող կողմերը իրենք ոստիկանության բաժին չեն ներկայացել սեփական նախաձեռնությամբ, չեն դիմել դիմումով կամ ահազանգով եւ դա աշխատանքի արդյունքում է ի հայտ եկել։ Անդրադառնալով վերջին շրջանում լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տարածված երեխաների առևանգման լուրերին, Էդգար Պետրոսյանն ընդգծել է, որ դրանք փաստացի չեն հստակեցվել։ Օրինակ բերելով Գորիսում տարածված լուրը, նա նշել է, որ խոսքը եղել է առաքիչի մասին, որը պարզապես սուրճ խմելու ընթացքում երեխաներին հյուրասիրել է կոնֆետներով։ Ավելի ուշ պարզվել է, որ ոչ մի երեխա հիվանդանոց չի տեղափոխվել եւ կոնֆետների մեջ թմրամիջոց չի եղել։ Լուրերը լրիվ այլ ձևի էին, որ երեխաները մասսայական հիվանդանոցում են, դա թմրամիջոց է եղել, տվել են որպեսզի օգտագործի, հետո առևանգեն, եւ արդյունքում պարզվեց, որ առաքիչը ուղղակի շփոթված էր, ինքը ասում էր, որ կներեք, ես ուղղակի որ երեխաներ եմ տեսել, կոնֆետ եմ տվել, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց խոստանում եմ այլևս չանեմ։ Հիմա այս իմաստով նմանատիպ շատ տեղեկատվություններ ունենք, մենք առևանգման մասով դեռևս հաստատված փաստ առևանգման հետ կապված չունենք։ Նմանատիպ լուր է ստացվել նաև Հրազդանից։ Այդ հրապարակումը եւս անցնում է մանրամասն ստուգում, սակայն այս պահի դրությամբ որևիցե առևանգման դեպք իրավական գնահատական չի ստացել, հավելել է Պետրոսյանը։ Նա անդրադարձել է նաև Մարմարիք գյուղում մայիսի 4-ին անհետացած 2-ամյա Տիգրան Նահապետյանի որոնողական աշխատանքների ընթացքին։ Աշխատանքները շարունակում են, ես կարող եմ ասել, որ ցանկացած վարկած ցանկացած տեղեկատվություն, որքան է դրանք լինեն առաջին հայացքից հավանական կամ անհավանական, բոլոր հնարավոր միջոցներով ստուգվում է։ Ընդ որում այստեղ կա նաև լայն ներգրավում հանրության աջակցություն այս առումով, բոլորս միասնական ձևով աշխատում ենք, որպեսզի կարողանանք արդյունք ունենալ։ Կոնկրետ որոնողական աշխատանքների հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն այս պահին ես չունեմ, բայց նոր բան չունենք, բոլոր վարկածները ստուգվում են բոլոր առումներով։ Այսպիսով ներքին գործերի նախարարության եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ բոլոր խնդիրները գտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Նրանք հորդորում են հանրությանը չտրվել շահարկումներին եւ սպասել պաշտոնական տեղեկատվություններին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Ադրբեջանի դատարանը գիտնական ազգագրագետ ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման Հայաստանի օգտին լրտեսություն անելու համար, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանցի քննիչները կարծում են, որ արտասահմանում բնակվող Աբիլովը գործում է հայկական հատուկ ծառայությունների հրահանգներով եւ կատարել է գործողություններ, որոնք ուղղված էին Ադրբեջանի տարածքում էթնիկ ատելություն եւ թշնամանք հրահրելուն։ Դատավարության ընթացքում Աբիլովը հերքել է բոլոր մեղադրանքները, նշելով, որ ինքը ընդամենը գիտնական ազգագրագետ է, որը ուսումնասիրում է Հարավային Կովկասի ժողովուրդների մշակույթն ու պատմությունը։ Մարդու իրավունքների պաշտպանները եւ թալիշական համայնքի ներկայացուցիչները նրա դեմ հարուցված գործը համարում են քաղաքական հետապնդում եւ կապում են նրա ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ծավալված գործունեության հետ։ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել ռուս զինվորականների եւ սիրիացի գրոհայինների միջև։
Հաղորդվում է, որ զոհեր կան ինչպես հարձակում իրականացնողների, այնպես էլ ռուս զինվորականների շրջանում։ Ըստ որոշ տեղեկությունների հարձակման փորձ կատարած գրոհայինները արմատական խմբավորման անդամներ են, որոնք չեն միացել Սիրիայի իշխանությանը երկրի ղեկը զավթելուց հետո։ Ռուսական տելեգրամ ալիքների հաղորդմամբ հարձակվողները Ուզբեկստանի քաղաքացիներ են, նրանցից 3-ին հաջողվել է ոչնչացնել։ Թե քանի զոհ ունի ռուսական կողմը չի հաղորդվում։ Միջազգային և տարածաշրջանային նորություններին ծանոթացեք տեսաշարով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը շատ լավ է անցել։ Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցությունները հրադադարի եւ որ ավելի կարեւոր է պատերազմի դադարեցման շուրջ, ասել է Թրամփը։ Նա նաեւ նշել է, որ Հռոմի Պապ Լևոն 14-րդը հետաքրքրություն է հայտնել Վատիկանում հյուրընկալել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները։ Թրամփը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո զրուցել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի եւ Եվրահանձնաժողովի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Իտալիայի վարչապետի, Գերմանիայի կանցլերի եւ Ֆինլանդիայի նախագահի հետ եւ նրանց տեղեկացրել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես։ Նա Պուտինի հետ 2 ժամ տևած իր զրույցն անվանել է գերազանց։ Ուկրաինայում որոշակի ժամանակահատվածով հրադադար հնարավոր է, եթե համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մենք համաձայնության եկանք Միացյալ Նահանգների նախագահի հետ, որ Ռուսաստանը կառաջարկի եւ պատրաստ է ուկրաինական կողմի հետ գործակցել հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ։ Մի շարք դիրքորոշումների սահմանմամբ, ինչպիսիք են օրինակ կարգավորման սկզբունքները, հնարավոր խաղաղության համաձայնագրի ժամկետները եւ այլն, ներառյալ որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադար, եթե համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն, մանրամասնել է Ռուսաստանի նախագահը։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մեջ գլխավորը ճգնաժամի առանցքային պատճառները վերացնելն է։ Ուկրաինան զորքերը դուրս չի բերի իր տարածքներից, հայտարարել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցից հետո։ Եթե Ռուսաստանը պայմաններ է դնում մեր զորքերը մեր տարածքից դուրս բերելու համար, դա նշանակում է, որ նրանք չեն ցանկանում, որ պատերազմն ավարտվի, քանի որ նրանք հստակ հասկանում են, որ Ուկրաինան դա չի անի, ասել է Զելենսկին ճեպազրույցի ժամանակ։ Զելենսկու խոսքով իր սահմանադրական պարտականությունն է շարունակել երկրի պաշտպանությունը, վերջնագրեր չեն լինելու ու ոչ ոք չի զիջելու իր հողերը, իր ժողովրդին, իր տները, ընդգծել է նա։ Զելենսկու խոսքով Կիևը սպասում է հուշագրի ռուսական տարբերակին, որի ստորագրման հարցը Թրամփը քննարկել է Պուտինի հետ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Իսրայել կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի եւ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի հետ։ Կողմերը նշել են Ադրբեջանի եւ Իսրայելի միջև հարաբերությունների բարձր մակարդակը եւ մտքեր փոխանակել երկկողմ ռազմական գործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Քննարկվել են ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտներում երկկողմ գործակցության ընդլայնման ուղղված միջոցառումները, նաեւ հեռանկարային ծրագրերը։ Իսրայելը պատրաստվում է ամբողջական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի նկատմամբ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նրա խոսքով Գազայում մարտերը կատաղի բնույթ են կրում, սակայն իսրայելական բանակը մոտ է վերջնական խնդրի կատարմանը։ Անդրադառնալով մեղադրանքներին, թե Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի բնակչությունը հայտնվել է զանգվածային սովի շեմին, Նեթանյահուն պնդել է, թե Համասի հանդեպ լիակատար հաղթանակը կփոխի այդ իրավիճակը։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, ցտեսություն։